Լիալուսինը միշտ ինտենսիվ հույզերի և մտորումների ժամանակ է, սակայն երբ այն տեղի է ունենում ցուլում, նրա էներգիան դառնում է հատկապես հզոր և կոնկրետ։ Ցուլը հիմքի, կայունության, նյութական աշխարհի և անսասան արժեքների նշան է։ Այն չի սիրում շտապողականություն և դատարկ ֆանտազիաներ։ Նրա ազդեցության տակ ցանկացած փոփոխություն պետք է լինի խորը, գործնական և հանգեցնի կյանքի իրական բարելավումների։ 2025 թվականի նոյեմբերի 5-ի լիալուսինը կլուսավորի այն ոլորտը, որտեղ մենք փնտրում ենք աջակցություն և վստահություն։ Այն կգործի որպես խիստ, բայց արդար աուդիտոր։ Այն հարցեր չի տա, այն կթելադրի պայմանները։ Մեծամասնության համար սա վերագնահատման ժամանակ կլինի, բայց 3 կենդանակերպի նշանների համար դրա էներգիան կլինի հզոր ցնցում, որից հետո կյանքը երբեք նույնը չի լինի։ Կարիճներ: Դարաշրջանի ավարտ և լիակատար նորացում։ Ձեզ համար այս լիալուսինը կլինի երկար ներքին գործընթացի գագաթնակետը։ Դա տեղի կունենա խորը հոգեբանական փոխակերպումների, հարաբերությունների և համատեղ ռեսուրսների համար պատասխանատու տարածքում։ Ցուլի էներգիան կպահանջի, որ դուք թողնեք այն, ինչը հնացել է, անկախ նրանից, թե որքան ցավոտ է դա թվում։ Սրանք կարող են լինել թունավոր հարաբերություններ, հնացած պարտավորություններ կամ վարքագծի ձևեր, որոնք խանգարում են ձեզ խորը շնչել։ Այս լիալուսինը կստիպի ձեզ գիծ քաշել։ Դուք այլևս չեք կարողանա հանդուրժել այն, ինչը ձեզ չի համապատասխանում։ Իրավիճակները կլուծվեն արագ և վերջնականապես, առանց կասկածի տեղ թողնելու։ Սա կարող է լինել ամենադժվար, բայց նաև ամենաազատագրական ժամանակաշրջաններից մեկը։ Դուք կզգաք, թե ինչպես է տարիներ շարունակ կրած բեռը վերանում ձեր ուսերից։ Կյանքը կպահանջի քաջություն ձեր հին կաշին հանելու և նոր ցիկլ սկսելու նորացված ուժով և ձեր իրական արժեքների հստակ ըմբռնմամբ։ Ջրհոսներ: Նոր վեկտոր և կանոնների վերանայում։ Ջրհոսի համար լիալուսինը ցուլում ակտիվացնում է կարիերայի, սոցիալական կարգավիճակի և կյանքի նպատակների ոլորտները։ Մինչև հիմա դուք կարող եք ներքին դիսոնանս զգալ, գիտակցելով, որ սխալ ուղղությամբ եք շարժվում։ Նոյեմբերի էներգիան ամեն ինչ իր տեղը կդնի։ Ձեզ սպասում են անսպասելի շրջադարձեր ձեր մասնագիտական կյանքում, որոնք կստիպեն ձեզ ամբողջությամբ վերանայել ձեր նկրտումներն ու ծրագրերը։ Սա նոր աշխատանքի սովորական առաջարկ չի լինի։ Ավելի շուտ դա կլինի մի իրավիճակ, որը կստիպի ձեզ կասկածի տակ դնել ձեր ընտրած ուղու ճշգրտությունը։ Հնարավոր է խոստումնալից թվացող նախագիծը փլուզվի, կամ դուք ինքներդ հանկարծակի կզգաք ճնշող հակակրանք այն բանի նկատմամբ, ինչով զբաղվել եք տարիներ շարունակ։ Ցուլը պահանջում է գործնականություն և շոշափելի արդյունքներ։ Այս լիալուսինը կստիպի ձեզ հարցնել ինքներդ ձեզ. արդյոք իմ աշխատանքը ինձ բերում է այն կայունությունն ու բավարարվածությունը, որին ես արժանի եմ։ Պատասխանը կարող է հանգեցնել դրամատիկ, բայց անհրաժեշտ փոփոխության ձեր մասնագիտական ուղղության մեջ։ Առյուծներ: Անձնական վերագործարկում։ Առյուծների համար այս լիալուսնի ցնցող ալիքը կազդի ձեր տան, ընտանիքի և անձնական տարածքի վրա։ Ցուլը որպես սեփականության և հարմարավետության նշան կպահանջի, որ դուք կարգի բերեք ձեր բույնը։ Սակայն փոփոխությունները շատ հեռու կլինեն կոսմետիկ լինելուց։ Ձեզ սպասում են իրադարձություններ, որոնք կդիպչեն ձեր անձնական աշխարհի հիմքերին։ Սա կարող է լինել անսպասելի քայլ, սիրելիների հետ լուրջ զրույց, որը ամեն ինչ գլխիվայր կշրջի, կամ երկարատև ընտանեկան խնդիրների լուծում։ Տան և անվտանգության ձեր ընկալումը կարող է կտրուկ փոխվել։ Այն, ինչ մի ժամանակ թվում էր ամուր հիմք, կճաքի, և դուք ստիպված կլինեք նորը կառուցել։ Սա ցավոտ, բայց անհրաժեշտ գործընթաց է։ Լիալուսինը կստիպի ձեզ առանձնացնել իսկական հոգատարությունը պարտականության զգացումից և իսկական ընտանեկան կապը սովորությունից։ Ի վերջո, դուք կստանաք շատ ավելի անվտանգ և ազնիվ անձնական տարածք, բայց դրան հասնելու ճանապարհը կլինի հեղափոխության նման մեկ բնակարանում։ Ինչ է սպասվում մյուս կենդանակերպի նշաններին։ Կարևոր է հասկանալ, որ այս լիալուսնի էներգիան կազդի բացարձակապես բոլորի վրա, բայց մեծամասնության համար դա կլինի կառուցողական, թեև լուրջ փոփոխությունների ժամանակաշրջան։ Այն կպահանջի, որ բոլորը կարգի բերեն իրենց ֆինանսական գործերը, վերագնահատեն նյութական ունեցվածքի հետ իրենց հարաբերությունները և փնտրեն ավելի հուսալի և պարզ կյանքի ուղեցույցներ։ Այնուամենայնիվ, կարիճների, ջրհոսների և առյուծների համար այս աստղագիտական իրադարձությունը կլինի երկատման կետ։ Այն պահը, երբ համակարգը կորցնում է իր հավասարակշռությունը և մտնում է որակապես նոր իրավիճակի։ Նրանք բախվում են ոչ միայն փոփոխությունների, այլև իրենց կյանքի սցենարի փոփոխության։ Դրան դիմադրելն անօգուտ է։ Ցուլի էներգիան համառ է։ Շատ ավելի իմաստուն կլինի ընդունել այս հոսքը և թույլ տալ, որ այն վանի ամեն ինչ, ինչ հնացել է, տեղ ազատելով իսկապես երկարատև և արժեքավոր մի բանի համար։